որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ճիշտ եք ասում, պարոն Փաշինյան, սպառազինության պակաս չկա, բայց այդ սպառազինությունը չէր համապատասխանում 44-օրյա պատերազմի սկզբունքներին։ Ադրբեջանը, Թուրքիան օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիապես զարգացած զինատեսակներ, հրթիռներ, արկեր, որոնք որ մենք չէինք կարող այդ սպառազինությամբ հակազդել։ Դուք գնել եք 4 Su-30 կործանիչներ։ Եթե կործանիչները կարողանայինք մենք օգտագործել, պատկերը այլ կլիներ։ Վերլուծելով մեր անցած բոլոր պատերազմները, սկսած 16 թվականի քարոզյա պատերազմից մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը, մենք եկանք այն եզրակացության, որ մեր պարտության հիմնական պատճառներից մեկը դա հոբ համակարգի ոչ արդիական լինելն է։ Չնայած մեր զինվորները կռվում էին մեծ սխրակները գործելով, բայց անպաշտպան լինելով օդից, մենք չկարողացանք մեր նպատակին հասնել։ Դրա համար մենք առաջարկում ենք բազմաշերտ հակաօդային պաշտպանություն, արդիական հոբ համակարգեր։ Հայաստանը պետք է ունենա ռազմարդյունաբերություն։ Մենք կարտադրենք նոր հոբ համակարգերի, ռեփ համակարգերի արդյունաբերական համալիր։ Այդ ամենը հնարավոր է միայն ուժեղ առաջնորդի իդեմս Սամվել Կարապետյանի։ Մենք ունենանք ուժեղ պաշտպանված երկինք, ուժեղ ռազմարդյունաբերություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ պաշտպանություն եւ կունենանք վերջում ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, ու ապագա